Ես ներողություն եմ խնդրում, ուղղակի դեպք էր պատահել, չկարողացա գալ։ Բայց գոնե զանգել զգուշացնել կարելի էր, չէ՞։ Կարելի էր, բայց չստացվեց։ Ձեր չստացվեցի պատճառով 2 ժամ կանգնած եմ եղել ձեր օֆիսի առաջ։ Դե ես արդեն դա 3-րդ անգամ եմ լսում ու արդեն 3-րդ անգամ եմ ասում, կներեք։ Եկեք 4-րդին չանցնենք։ Լավ, կներեք, մի փոքր բարկացա։ Էլի ներողություն, ուղղակի ես շատ եմ հավանել ձեր աշխատանքները։ Դրա համար եմ այսքան համառորեն զանգում, բայց եթե չեք ուզում միասին աշխատենք, ես կհասկանամ։ Շնորհակալ եմ գնահատականի համար։ Դե շնորհակալ լինելու կարիք չկա, կարող ենք վաղը հանդիպել։ Ինձ տեղ ու ժամ ասեք, թե գամ օֆիս միանգամից։ Չէ, որտեղ ասեք։ Հա, գիտեմ։ Հա, շատ լավ։ Շատ լավ, դե առայժմ։ Եվս մեկ անգամ կներեք։ Աշխեն ջան, մի բան դուրս եկա։ Հա, Վարուշ պապ, ուղղակի քաղաքում ա ուզում հանդիպենք, ես էլ հեչ չեմ ուզում, բայց միակ դիզայներն ա, ում աշխատանքները պատվիրատուի դուրը եկել են։ Չմտածես, հաստատ ոչ մի վատ բան չի լինելու։ Լավ, դե ես գնամ, Վարուշ պապ։ Զգուշ կգնաս, Ֆլորը դիմացդ չհայտնվի։ Անպայման, գնացի։ Պատրաստ է։ Թույն։ Չէ, քո հետ չեմ, Արթուր։ Անայսի հետ եմ, իմ սիրած խմորեղենից ենք ուտում։ Դե ես հո չեմ ասելու։ Չգիտեմ։ Լավ, հետո կխոսենք։ Ապրես։ Ինչից ես դժգոհ։ Արթուրից։ Գործը դուրը չի եկել։ Ժամերը երկար են։ Բա փողը։ Դե փողն էլ քիչ է, բայց հիմնական խնդիրը ժամերն են։ Ստացվում է պետքա գնա դասի, հետո գործի, գործից գնա տուն քնի, տենց էլի։ Ստացվում է ուրիշ գործ պետքա ճարի։ Երևի։ Ափսոս։ Ես էլ մտածում էի մի շաբաթ կգնանք կոկտեյլ խմելու։ Լավ, դե մի շաբաթ կգնաք, հաստատ գործ կճարի մինչև հետ։ Դե դու հեշտ ես խոսում։ Քո Արամը հարուստ է։ Արամը իմը չի, ինչքան պետքա ասեմ։ Բա չէ, քոնը նոնեիմն է, չէ։ Իմացար ով է։ Չէ։ Հիմա ես լինեի, գլխիս մեծ պատմություն էիր սարքել։ Ինչ գիտես ով է, ինչա, որ հետը խոսում ես։ Դե նենց է ուղղակի շփվում ենք, ուրիշ ոչ մի բան։ Եթե այդքան նեղվում ես, դու էլ գնա գործ ճարի, օգնի Արթուրիդ։ Ինչ, դուրը չեկա։ Չէ, ընդհանրապես չեկա։ Շնորհակալ եմ Արամ ջան։ Անուշ մամ ջան։ Պապան քնել է, թե ուղղակի պարկել է։ Չէ, ասեց հոգնած եմ, ուզում եմ քնեմ։ Ինչ ա եղել։ Լուսեից էր հարցնում։ Ասում էր այդ ոնց եղավ, որ որոշել է Դավիթի հետ ամուսնանա։ Էն էլ այդ մարդիկ եկան խոսակցությունը կիսատ մնաց։ Ասում որ Արեգն ու Լուսեն վիճել են։ Դու լսել ես տենց բան։ Լուսենը ասել։ Այսինքն այդ է եղել պատճառը, որ իրանք բաժանվել են։ Երևի։ Համոն, բայց Արամ ջան։ Մամ, ես հասկանում եմ։ Բայց ես որպես Լուսեի աղբեր համաձայն չեմ այդ ամեն ինչի հետ։ Արամ հիմա կարաս պապայիդ էլ ասես, որ ինքն էլ սկսի անհանգստ ստանալ։ Շատ կուզեի։ Բայց վախենում եմ պապայի համար։ Այսինքն ստացվում է, որ ես հիմա պետք է ընտրեմ կամ քրոջս կամ պապային։ Խնդրում եմ էլ տենց բան չասես։ Ավելի մամ։ Տենց է։
Հիմա վերջին հանդիպումն եք վաղը։ Քանի անգամ էլ ներողություն խնդրեց ամոթել էր։ Արիք մի տեսակ ես, ինչ որ բան կա չես ասում։ Իր հետ կապված չի։ Լուսեի հետ է կապված ամբողջ օրը մտքիս է։ Տեսնես ինչ է անում։ Ինչ պիտի անի։ Հարսանիքի է պատրաստվում։ Դիտմամբ ես անում, Սաթ։ Չէ, դիտմամբ չեմ անում։ Չի դու տես չես մտածում։ Ես չեմ ուզում տենց մտածեմ։ Իրականությունից չես փախչի, Արիք ջան։ Իրականությունն այն է, որ Լուսեի ձայնը ամբողջ օրը գլխիս մեջ է։ Ոնց որ օգնություն կանչի։ Կներես Սաթ, քո տրամադրությունն էլ գցեցի։ Այ լավ էլի Արիք, իմ տրամադրությունը ինչ կապ ունի։ Այդ երեխան մի բան չասեց, հասկանայինք, ինչա պետք անել։ Ոնց կարող ենք այդ վիճակից անել։ Երևի մտածել է, որ անհնար է օգնել։ Դե բա ես ինչ ասեմ։ Ոչ մի բան։ Կներես Սաթ, գնացի։ Լևոն ջան, դու ինչի ես անհասանելի ախր։ Արի չորս։ Երկու տղա, երկու աղջիկ։ Հա, որ քույրը քույր ունենա, եղբայրը եղբայր։ Համաձայն եմ, բայց դու պետք է ինձ օգնես, որովհետև պատկերացնես 4 երեխան ինչ կարող է։ Լուսե իհարկե կօգնեմ։ Ինչ անենք իրար հետ ենք անելու։ Խոսք ես տալիս։ Խոսք եմ տալիս։ Ու համել մի մոռացի, որ ծոց Մարիամն ու Սաթեն էլ կան, իրանք էլ կօգնեն։ Հա, ես չեմ մոռանում, ուղղակի իմ համար կարևոր է, որ մենք ամեն ինչ երկուսով ունենք։ Կանենք Լուսե։ Ամեն ինչ իրար հետ կանենք։ Դա։ Ու ամենակարևորը։ Ես առանց սիրո չեմ կարող։ Ես էլ եմ սիրո կողմնակից։ Դրա համար մենք կունենանք տարբեր ննջասենյակներ, քանի դեռ քեզ չի հաջողվել այնպես անել, որ ես սիրարվեմ քեզ։ Սրանք բացի սկզբի ասածներիցս այն ամենակարևոր պայմաններն են, որոնք պետքա պահպանվեն։ Եթե քեզ համար ընդունելի չեն, Չէ։ Ամեն ինչ նորմալ է։ Իհարկե պայմանները մի քիչ տարօրինակ են, հատկապես վերջինը, բայց ամեն դեպքում քեզ առաջարկում լավ մտածել, քանի որ սրանցից յուրաքանչյուրի խախտման դեպքում մենք բաժանվելու ենք։ Բայց բաժանումը չպետք է ազդի ֆինանսավորման վրա։ Սա շատ կոնկրետ։ բայց մնացած բոլոր դեպքերում եւ բոլորի մոտ մենք սիրող ամուսիններ ենք, չէ՞։ Բնականաբար։ Ես համաձայն եմ։ Լուսե, ես իսկապես հավատում եմ, որ իմ սերը կհերիքի երկուսիս էլ։ Հա, պապ։
առանձնապես բան չկա իմ տանը։ Մտածում էի դուրս գայի մի քիչ քայլեի։ Չէ, ձեր տուն դժվար գամ։ Չէ, հանգիստ եղի։ Առավոտյան կգամ ձեր տուն։ Լավ։ Ինչ նայ Օլա։ Ես էլ չեմ կարա։ Չեմ ուզում։ Օլա հանգստացի։ Ոնց հանգստանամ։ Ասում ա որ վաղը ամուսնանալու է։ Ինչ անեմ, գրկեմ, համբուրեմ, շնորհավորեմ։ Զզվում եմ, ուղղակի զզվում եմ։ Հանգստացի, խնդրում եմ։ Լացի հանգստացի, թող մեջիցը դուրս գա։ Սաղ դուք եք մեղավոր։ Եթե ես ձեզ չլսեի, հիմա սենց չէր լինի։ Բայց ես ինչ եմ արել։ Ես ձեզ լսեցի։ Դուք համոզեցիք, որ ես Դավիթին ասեմ, որ հաշտվել եմ, համակերպվել եմ, ու ինքը վաղը ամուսնանում է։ Հա ինչ վատ էր, չէր գալիս մոտդ։ Հա երկու անգամ եկավ, բայց ում է պետք, վաղը մարդը ամուսնանում է։ Եթե ձեզ չլսեի, ոչ մի հարսանիք էլ չէր լինի։ Ու այդ ոնց։ Ես պետք է հենց սրճարանում էլ մոտենայի այդ աղջիկան ու ասեի, որ Դավիթի հետ ես 1 տարի ապրել եմ, ու ինքը աշնան ինձ ամուսնության առաջարկություն էր անելու։ Ու հիմա էլի զուր զանգեցի ձեզ։ Ես ոնց մտածել եմ հենց վաղն էլ այդպես էլ կանեմ։ Լևոն, այսօր է եկել։ Էլի այդ նույն փակամարից։ Հա, հասավ քեզ։ Տեսար դու։ Հա, տեսել եմ։ Ու իդեպ դուք ճիշտ եք, Տիկին Սաթեն։ Որ բահով։ Դե որ պետք է աղիության ու ծննդաբերության ուշադրություն դարձնել։ Իսկ հիմա նկար ա եկել, բժշկի նկար։ Ու ըստ երևույթին դա հենց Իզաբելի բժիշկն է։ Դե հա, մնում է որ ողջ լինի։ Դե եթե ողջ էլ չլինի, հաստատ ճանաչողներ կգտնվեն, մնացածն էլ արդեն ըստ մեր ունեցածի։ Հա, ճիշտ ես ասում, համաձայն եմ։ Այստեղ կարևորն ուրիշ բան է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Դե ուրեմն սպասում եմ քեզնից լուրեր, Լևոն ջան։ Շատ լավ, եթե ինչ-որ նոր բան իմանամ, անպայման իմաց կտամ։ Եղավ, լավ։ Ինչ ես ուզում անել, Օլա։ Այն ինչ պետք է անեի սրճարանում։ Վաղը այդ աղջիկան կասեմ ճշմարտությունը։ Հա ու ինչ, քեզ թվում է, որ այդ աղջիկը սկուտեղի վրա Դավիթին պիտի քեզ նվիրի։ Ու որ աղջիկը կամուսնանա, որ իմանա իր սիրած տղամարդու կողքին ուրիշ կին կա։ Ինչ միամիտն ես դու, Օլա։ Դու չես հասկանում, որ կան աղջիկներ, ում համար միևնույն է, իրանք կիմանան, չեն իմանա, միևնույն է կամուսնանան։ Ոստեղ շատ ավելի կարևոր բան կա։ Ու ինչ կարևոր բան կա։ Այն, որ եթե Դավիթը սիրահարվել է դրա համար է ուզում ամուսնանալ, ապա այդ աղջիկը ստիպված է ամուսնանում, ու դու իրան ինչ էլ ասես, ինքը միևնույն է ամուսնանալու է։ Ինչ։ Ստիպված։ Ես քեզ ավել բան չեմ կարող ասել։ Ուղղակի իմացի, որ քո գնալ այնտեղ կանգնելու այդ աղջկան ինչ-որ բաներ ասելը քեզ ոչ միայն չի մտերմացնելու Դավիթի հետ, այլև հեռու է շպրտելու իրանից։ Իսկ եթե իմ ասածով շարժվես, Դավիթը քո հանդեպ ունենալու է մեղքի, պարտքի զգացողություն, ու ամեն անգամ, երբ իրան վատ լինի, ինքը գալու է քեզ մոտ։ Ու հավատա, ինքը գնալով ավելի շատ է գալու քեզ մոտ։ Հասկացար։ Իսկ հիմա իմ տուն գնալու ժամանակն է։ Խնդրում եմ ասածներս լավ հիշի ու հիմարություններ չանես։ Հասկացար։ Հա սիրելի ամուսնի։
ես հրաժարվել։ Լսում ես, Լուսե։ Լսում եմ։ Ես հենց հիմա կարող եմ։ Մամ, ես չեմ կարող։ Ու խնդրում եմ, այդ մասին ինձ ոչ մի բան չասես, լավ։ Այս իմ որոշումն է, դու դրա հետ ոչ մի կապ չունես։ Հիմա խնդրում եմ ինձ մենակ կթողնես։ Լուսե ջան։ Մամ, մի վախեցի, ընդհանրապես ուզում եմ հագնվեմ։ Ես քեզ խոստանում եմ, այդ ոչ մի բան չի լինի։ Կարող եմ փոխեցիր։ Չէ, սա պետքա գնամ։ Բայց շուտավանսուր է։ Հա, պետքա մի հատ էլ գարաժ մտնեմ ավտոյի հետ կապված։ Մի երկու հարց կա։ Ու հետո նոր գնամ այդ աղջկան էլ տեսնամ։ Ապրես Արեգ ջան, դե քեզ լավ հանդիպում։ Ապրես սա։ Նոր աղջկա, հանդիպան է գնում։ Դե, Աստված ձայնդ լսի։ Բայց Գործնական հանդիպում։ Արեգս շատ նման է Անդրանիկիս։ Շատ։ Հիշում ես Անդրանիկս էլ Սոնայի հետ տենց։ Մանկությունից։ Առաջին անգամ դպրոց տարա։ Ասեցին դե իրար ձեռք բռնեք, մտեք դասարան։ Սա Սոնայի ձեռը բռնեց, իրար հետ մտան դասարան, նույն նստարանին նստեցին։ Ու տենց հետո։ Սաթեն։ Հետո տենց իրար հետ էլ գնացին։ Սաթեն ջան, խմի, ջուր խմի խնդրում։ Շնորհակալ եմ, Համո ջան, երեկ Արեգս ամբողջ օրը մտքով Լուսեի հետ էր, ինձ թվում է գիշերը աչք չի փակել, ասում էր ինձ թվում է Լուսեն օգնություն է խնդրում ձայն ականջներիս մեջ։ Ինչ ա եղել Համո, ոնց որ ասելու բան ունես։ Հայացքդ փախցրեցիր Համո։ Սաթեն, են Գևոն, որ Սրափյանի շինարարական ընկերությունում աշխատում։ Հետո։ Ասեց։ Վայ խոսի սպանեցիր։ Ասեց, որ այսօր Արգամի ու Սրափյան երեխեքի հարսանիքն է։ Լուսեի հարսանիքն է այսօր։ Արեգս կուներ, երեխես կուներ։ Այդ միջանցքը կմաքրես, հետո են ձախթևի աստիճանները վերևի, հետո նոր կգաց տեղ կմաքրես, եղավ? Անուշս, Ֆլորը ես կողմերում էր, հո դուրս չես եկել։ Չէ, որոշ պապ, նոր եմ արթնացել։ Դե ես էլ ուղարկեցի են թևի վրա, առնվազն մի ժամ ես կողմերում չի երևա, մի կտոր հաց կուտես, հետո նոր կգնաց գործի, լավ։ Շնորհակալ եմ շատ, որոշ պապ։ Ես էլ, մոռացած եմ, մի երկու տուն եմ գտել, որ գնաց գաս, ման կգանք, կգնանք կտեսնենք ինչա ինչ չի։ Վախենում ես։ Դե այստեղ գիտեմ գոնե հետս մարդ կա։ Ախր չես կարող երկար մնաս։ Հա, գիտեմ, Վարուշ պապ։ Վարուշ պապ, իսկ ձեր տան կողմերում հարմար տեղ չկա։ Շատ եմ ման եկել է։ Մեռա ման գալով, հարմար բան չկա։ Ոչինչ, դու գնա այդ տղուն տես։ Արի տեսնենք ինչա գլխներիս գալիս։ Հա դուրս գալուց զանգի, տեսնեմ Ֆլորը ստեղ է, թե ստեղ չի, նոր դուրս արի։
Շնորհակալ եմ շատ, Վարուժ պապ։ Խնդրեմ բալես։ Կարոտել է։ Ես էլ քեզ էի կարոտել։ Ոնց ես։ Լավ, դու ասա։ Լավ։ Բախից են շուտ դուրս եկար։ Չուզեցի տուն գնամ։ Որ տուն գնայի, հաստատ մերոնք ասելու էին էլ դուրս չգամ։ Հասկացա։ Հեսա Անայիսենք էլ մի ժամից դուրս կգան։ Այսօր աղբոր հարսանիքն է։ Պատկերացնում ես, հայկական հարսանիք 2-4 հոգանոց ընտանիքներով։ Ոնց։ Տենց, մենակ հարսի ընտանիքն է, մեկ էլ Անայիսենց։ Իսկ այդ հարսը հաստատ հայ է։ Հաստատ։ Գնացինք։ Ուր։ Հաց ուտելու։ Գնացինք։ Անայիսենց տունը չհասցրի նախաճաշեմ, մենակ սուրճ եմ խմել։ Ոչինչ, հեսա կգնանք հաց կուտենք։ Լսի, բա ինչ է իրանում հեռախոսի մեջ տենց տարված, որ եկա չնկատեցիր։ Փող էի աշխատում։ Ինչ է իրանում։ Փող էր աշխատում։ Հա, կարևոր չի։ Արի հիմա գնանք, լավ։ Գնում ենք դրանով հաց ուտենք։ Արի։ Չէ, նորմալ էր մեքենան, փչացած չէր։ Դեռ չի եկել, չէ։ Դե նենց է ես եմ շուտ ասել։ Ինչ պետք է անեմ, սուրճ եմ վերցրել, խմում եմ մինչև գա։ Հա, սատիրան էլ եմ վերցրել։ Հա, մեկ էլ իրենց ամենահամով թխվածքը։ Լավ, սատ կխոսանք։ Ես էլ քեզ եմ շատ սիրում։ Լավ։ Դե հիմա եթե չիմանայի դու ես, չէի ճանաչի։ Լուրջ ես ասում, Վարուժ պապ, թե տենց ես ասում, որ չանհանգստանամ։ Չէ, լուրջ եմ ասում։ Դե լավ, տան հասցեներներ տուր հետ գալուց կնայեմ։ Բա ասում էիր վախենում եմ։ Ճիշտն ասած մեր տներից լավ հեռու են։ Դե հա վախենում եմ, Վարուժ պապ, բայց կարող է տունը այնքան դուրս գա, որ վախս անցնի։ Տուր։ Դե գնացի։ Դե հաջողություն քեզ, թող քո սրտով լինի, համ գործիդ, համ տան հարցում։ Իհարկե քո գործն է տվես, բայց այս դեպքում ես հարսիկին չեմ ես։ Այնքան լավ տեղ կա տնաշեն։ Համ երկին ասիում, համ էլ առանց վիզա։ Կնստեի ու կթռնեի։ Հեշտ ես ասում։ Արդիշ դժվար բան կա։ Նստում եք մեքենա, գնում եք օդանավական ու թռնում եք, դες։ Ոչ ասելու չեմ թռնում։ Դե հիմա ինքնա ու ասма չեմ գալիս։ Լավ էլի դա ո դու երեխա ես լսի։ Ինչ ռիսկով եղի էլի։ Չգիտեմ, պապ։ Ասացի իր ուզածով լինի։ Էլի թո իր ուզածով լինի։ 5-ից 3-ը իր ուզածով, 2-ը քո։ Ո 5-ն էլ իր ուզածով չի լինելու, տղես։ Հասկացի, կյանքը կոմպրոմիս է։ Իսկ դու ախր ոնց ասեմ, որ չնեղանաս, շատ փափուկ ես։ Իսկ կանայք չեն սիրում փափուկ տղամարդկանց, կանայք սիրում են ուժ, հասկանում ես։ Ու եթե դու թույլ լինես, քեզ հում կուտեն։ Հələ պատկերացու որ պապան հանկարծ թույլ լինի։ Պատկերացնում ես Իզաբելը ինձ ինչ օրը կգցի։ Ահա։ Կնոջդ անունը դու, հեռախոսը վերցրու ձեռդ։ Այո, տիկինս։ Այո, իհարկե։ Հա, դե իջեք գնենք։ Դա ջան, իսկ դու մտածի, չէ, ես հասկանում եմ, որ դու կարծում ես, որ լուսեի ուշքը քո համար չի գնում, ու եթե դու քո ուզածով անես, իրա դուրը չի գա։ Բայց տենց չի, հավատա ինձ, տենց չի։ Մի քիչ տղամարդ հավարիք ես պահի, իսկ լուսան խելացի աղջիկա կտեսնի ու կհարգի։ Իմիջայլոց, հարգանքը ես կյանքում շատ ավելի կարևոր է, քան սերը։ Հա, էլի սկսվեց։ Ինչ։ Այմա սերը ինչ է։ Սերը կապրիզնի բան, այսօր կա վաղը չկա։ Իսկ հարգանքը միշտ մնում է։ Լավ, նա զանգեմ արգամին, ասեմ թող իրանք է պատրաստվեն։
Արգամ ջան, ես եմ։ Արամ ջան, ես ինչի մինչև հիմա չես փոխվել։ Հեսա մեծ սուրճ խմամ կհակնեմ։ Դու գնա փոխվի, ես սուրճին կնայեմ։ Լավ մամ, եղավ արդեն։ Խնդրում եմ էլի, տրամադրությունդ փոխի։ Հո բերանս բաց չեմ ման գալու։ Արամ ջան, իմ բերանն էլ բաց չի, բայց քո նման հոգեհանգստի գնացողի նման չեմ։ Դե լավ է, որ դու կարում ես։ Հա, իհարկե։ Եք։ Լավ։ Սուրեններ, պատրաստվում են գալ։ Տղա ջան, բա դու ինչ ես անում այստեղ։ Հեսա արագ սուրճս խմեմ վազեմ, պապ ջան։ Իմ հագնվելը մի վարքան է։ Հասկացա, դե արագացրու։ Լուսեն ուրա։ Իր սենյակում է փոխվում է։ Պարզա, դե լավ, ես այստեղ եմ։ Մամ, դու Լուսեի հետ առավոտը խոսել ես։ Հա, հագուստն եմ տարել, ինչի։ Դուրս ծեծեցի, աստի կարող ինքն էլ սուրճ ուզեր, բայց ձեն չանեց, երևի քնած է։ Ջայլություն, ամար մի քիչ աշխուժ եք, մեջն էդ հեշտ կրակ չկա է։ Հալը։ Ասը։ Լուսե։ Լուսե։